Սիրելի ավադացյալ, մեր հավատքի ճանապարհը լուսավորվում է ոչ միայն Աստծո խոսքի, այլև Սուրբ Հոգու զորության շնորհիվ, որն իջավ Հորդանանում Հիսուսի մկրտության ժամանակ եւ Վերնատանը լցրեց առաքյալների սրտերը երկնային հրով։ Այդ նույն Հոգին այսօր էլ գործում է մեր մեջ, առաջնորդելով մեզ դեպի ճշմարտություն, մաքրություն եւ սրբություն։ Մենք բոլորս որպես քրիստոնյաներ կանչված ենք սրբության կյանքի, քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Սուրբ եղեք, որովհետև ես եմ սուրբ»։ Բայց մենք հաճախ ընկնում ենք մեղքի խավարի մեջ, հեռանում ենք մեր Արարչից, անհնազանդվում նրա սուրբ կամքին։ Այդուհանդերձ, Տեր Աստված իր անսահման սիրով միշտ պատրաստ է ընդունել սղճացող Հոգին, ինչպես ընդունեց անառակ որդուն, ինչպես բժշկեց կույրերին, ինչպես մաքրեց բորոտներին։ Մենք պիտի չվախենանք մեր անկումներից, այլ պիտի վստահենք Աստուծո ողորմածությանը։ Մեր աղոթքը պիտի լինի մեր զենքը, մեր ապավենը, մեր կամրջող օղակը Աստուծո հետ։ Եվ ինչպես այս աղոթքում է ասվում. Հոգի Աստուծո, Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան եւ Վերնատուն եւ լուսավորեցիր ինձ Սուրբ Ավազանի մկրտությամբ։ Թող նույն այդ Սուրբ Հոգին լուսավորի մեր մտքերը, զորացնի մեր սրտերը եւ նորոգի մեր հոգիները, որպեսզի վերածնվենք ոչ միայն ջրով, այլև հոգով։ Սուրբ Ավետարանում գրված է. եթե մեկը չծնվի ջրից եւ հոգուց, չի կարող Աստուծո արքայությունը մտնել։ Հետևաբար, մեր կյանքում պետք է մշտապես ձգտենք դեպի հոգեվոր նորոգություն, թողնելով մեղքի գործերը, ապաշխարելով մեր սխալների համար եւ ապավինելով Աստուծո շնորհքին։ Քանզի մեր հոգիները, որոնք մենք անգամ մկրտությամբ լվացվեցին մեղքից, կրկին կարիք ունեն մաքրվելու Սուրբ Հոգու հրով, որ ջնջի մեր մեղքերը եւ մեզ դարձնի ճշմարիտ զավակներ երկնավոր Հոր։ Այսօր մեր աղոթքի մեջ եկեք խնդրենք Տիրոջը, որ նա նորոգի մեր սրտերը, զորացնի մեր հավատքը եւ մեզ պահպանի իր սիրո մեջ։ Թող Սուրբ Հոգին իջնի մեր հոգիների վրա, ինչպես իջավ առաքյալների վրա Վերնատանը։ Թող մխիթարի մեզ մեր ցավերի մեջ, տա մեզ խաղաղություն մեր դժվարությունների մեջ եւ առաջնորդի մեզ դեպի երկնային արքայություն։ Մեր Տերը ողորմած է լցված սիրով։ Նա լսում է յուրաքանչյուր զղջացող սիրտ, նա չի մերժում այն, ով իրեն է դիմում անկեղծությամբ։ Ուստի թող մեր կյանքը լցված լինի Աստուծո ներկայությամբ, մեր հոգիները նրա ճշմարտությամբ եւ մեր սրտերը անսահման սիրով մերձավորի հանդեպ։ Ապրենք այն հավատքով, որ Աստված մեզ երբեք չի լքի, եթե մենք հավատալի մնանք նրա պատվիրաններին։ Սիրենք մեր Տիրոջը, փառավորենք նրա սուրբ անունը եւ թող մեր կյանքը լինի կենթանի վկայություն նրա անսահման շնորհքի եւ ողորմածության։ Թող Աստուծո սուրբ լույսը շողա մեր կյանքի բոլոր օրերում, մեզ պահի խաղաղության եւ արդարության ճանապարհին եւ արժանացնի երկնային օրհնությանը։ Ամեն։